Բարև ձեզ։ Թրամփի Նոբելյան պատմությունն այսքանով երևի չի ավարտվի։ Մանավանդ, որ Նոբելի նշաձողը պահողների մերժումը քաղաքական դառնության բավականին բարձր դոզավորում ուներ։ Մոտավորապես այնպիսին, ինչպիսին Վաշինգտոնի պահանջն էր, իմպերատիվ։ Գովելին այն է, որ Նոբելի հանձնաժողովը գտավ ուր հաղթարելու արտաքին ճնշումը, հատկապես Միացյալ Նահանգներից կախյալ երկրների ղեկավարների կողմից, որոնցից մեկը Բելարուսինը պարզվում է գենետիկ արհամարհանք ունի խաղաղության Նոբելի սահմանած այդ բարձրաշխարհիկ տիտղոսի հանդեպ։ Ասում է, եթե ինձ առաջարկեին կհրաժարվեի։ Լուկաշին իհարկե չեն առաջարկի, աշխարհն այդպեսին չի կարող լինել, իսկ Թրամփին հուշել են պատրաստվել հաջորդ մրցանակաբաշխությանը։ Մոտավորապես հասկացնելով, որ ճտերն աշնանն են հաշվում, այն էլ եթե հաջորդ աշնանը ճտեր լինեն հաշվելու։ Ռուս-ուկրաինական ճակատում պատերազմը թեժանալու սահմանին է, այլ ոչ հակառակը։ Գազայի քաղաքական առևտուրը չի ավարտվել, ավարտվել է ցեղասպանությունը։ Որքան պաղեստինցի կվերադառնա ավերակների գազը, դժվար է ասել, բայց կվերադառնան։ Բա այդքան այրունը ինչու է հոսել։ Արցախ վերադարձողներ չեն լինի, բայց արցախցիների վերադարձի մահակը կպահեն Ալիևի գլխին, եւ այդ մահակից առաջինը կօգտվի Թրամփի Վաշինգտոնը, երբ կավարտվի Նոբելյան մեղրամիսը եւ կգա Վաշինգտոնից վախը շահով փոխարինելու հրամանը։ Արցախի էթնիկ զտումից ավելի զորեղը բռնապետությունը ցնցելու համար դժվար թե գտնվի։ Այդպիսին չէ անգամ լեզգիների ու թալիշների միասին վերցրած ամբողջ զոհաբերությունը Բաքվի մսաղացին։ Հաջողություն։